Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, երկար հանգստից հետո վերադառնում ենք եթեր եւ այսօր կզրուցենք Գնել Սողոմոնյանի հետ, ով ունի անցած երկար եւ հետաքրքիր ճանապարհ։ Ուրախ եմ քեզ հյուրընկալել իմ սրահում եւ կարծում եմ մենք կունենանք շատ հետաքրքիր զրույց, որը նաեւ շատ բովանդակալից կլինի երիտասարդների համար։ Որ տարիքում դու մտար մասնագիտության մեջ։ Սերժ ջան, քանի որ նույն ոլորտում ես, դու գերազանց գիտես, որ մեր մեջ այդ մանկուց է, այդ սերը, այդ ձգտումը, հա, գեղեցիկի, հետաքրքիրի։ Ինձ թվում է, ես ոնց ինձ հիշում եմ, միշտ մտքիս մեջ եղել է, որ ես պետք է վարսավիր դառնամ։ Թեպետ հետո ավարտել եմ Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին։ Բոլոր կայացած վարպետները, ովքեր տարբերվում են որակով, ովքեր տարբերվում են մակարդակով, ովքեր անում են ավելի ճաշակով եւ գեղեցիկ աշխատանք, նկատել են, որ բոլորը բարձրագույն կրթություն ունեն։ Եվ ես իհարկե համոզված եմ, որ բարձրագույն կրթությունը նույնպես դեր է խաղում ավելի որակ տալու։ Այսինքն մի հատ ավել գիրք կարդալը երբեք վնաս չէ։ Եվ այստեղ ուզում եմ ուղղակի երիտասարդության համար որպես մի հատ sense նշույլ էլի մտցնենք, որ անկախ նրանից, թե դուք որոշել եք վարսահարդար դառնալ, սովորել, հաստատ բառապաշար է պլյուս է լինելու։ Սերժ ջան, ուրեմն ճիշտը որ ասեմ, ինքս փոքր ժամանակվանից այն դպրոցի ֆորմաներ ունեինք, հիշես են, թևին էլ լոգո կար, գրքի ու սեպտեմբերի 1-ի համար օգոստոսի 15-ից մեր տանը պատերազմ էր, որովհետև պահանջում էի, որ իմ կոստյումը կարի պապայիս դերձակը, որ պապայիս համար կոստյումներ էր կարում, ուղղակի այդ լոգոն կպցնեի վրա, որովհետև ես չէի սիրում այդ ֆորմանը, իմ համար պետքա լիներ ուրիշ։ Ինչ եմ ուզում ասեմ, այն փոքր ժամանակվանից ինչ-որ իմ մեջ եղել այդ անհատականության զգացումը ու գեղեցիկի մարմինը ընդգծելու, գեղեցիկը ցույց տալու, թերությունը ծածկելու ու կամաց մեծանալով ես հասկացա, որ ինչ-որ մի բանով պետք է կապված լինեմ գեղեցկության ոլորտի հետ։ Իսկ շփման պահով մի քիչ առաջ, որ դու ասացիր երիտասարդները որպես գիրք կարդան, Փառք Աստծո, մեր ժամանակ այնքան ամոթ էր, որ դու խոսելու ձև չգիտեիր, բառապաշար չունեիր, այնքան ամոթ էր, որ դու 3 էիր ստանում կամ մեջքը կոտրած 4, դրա համար ստիպված լավ էինք սովորում եւ դա իր ոնց որ բազան թողել է մեր մեջ։ Գնել, ես իհարկե հիշում եմ այն տարիներին, երբ մենք միասին աշխատում էինք, քեզ ոնց սպասարկում էին մեր երկրի կարևոր դեմքերի կանայք, առաջին տիկնայք եւ ինձ հետաքրքիր է այն փաստը, որ միանգամից քեզ տրվել է շփման այդ եզրը այդ որակի մարդկանց հետ։ Բնականաբար միշտ եղել է ավելի զգույշ մոտեցումը, ոչ թե գործի պահով, այլ իմենա այդ շփման, պահի, որովհետև Սերժ ջան, դու գիտես այն ժամանակ միած սխալ քայլ եւ այլն, եւ ընդհանրապես մեր գործի մեջ չի կարելի սխալ քայլեր անել։ Եվ ասեմ, ինձ մոտ ոչ մի տարբերություն բնականաբար չի եղել առաջի դեմքի կնոջ սպասարկեմ թե սովորական ուսուցչու կամ բժշկու, պատասխանատվության զգացումը մեծ է, ուղղակի այս դեպքում ավելի զգուշ է շփման մեջ, բայց աշխատանքի մեջ հանգիստ եւ հանդարտ։ Հա, ինձ իհարկե ես ինչ հարց տալիս եմ, ես նաև զգացել ես այդ ամեն ինչը։ Մեծ զգալով եմ այդ հարցերը տալի, քանի որ ինձ էլ է բախ վիկացրել այդ շփումները եւ այդ աշխատանքները, բայց հարցից միտքը ավելի շատ լսարանի համար է եւ երիտասարդների համար, որպեսզի հասկանամ, որ յուրաքանչյուր հաճախորդ, անկախ նրանից թե դա առաջին տիկին է, թե սովորական ուսուցչուհի, միևնույն է դա կարևոր անձ է, եթե հաճախել է մեզանից յուրաքանչյուրի մոտ, դա մեր հաճախորդն է։ Այստեղ ամենակարևորը ես միշտ որ սովորեցնում էի մի ժամանակ, ամենառաջինը պահանջում էի հարգանք։
Միշտ ասում էի, հաճախորդին սկուտերի վրա պետքա դիմավորես, սպասարկես ու ճանապարհես մինչև մեքենա, դուռը բացես, նստեցնես ու ճանապարհես։ Այսինքն այդ շփումը չպետքա կտրվի մասնագետի ու հաճախորդի։ Սերժան, դրա համար մենք ունենք, ինչպես կասել Ռաիսա Ռուբենին, կյանքի հաճախորդներ, որովհետև 30 ավել տարվա մշտական բազա ունենք հաճախորդների եւ դա խոսում է հենց մեր մարդկային վերաբերմունքի մասին հաճախորդի նկատմամբ։ Քանի որ նրանք ոչ միայն գումար վճարողներ են, այլ նրանք մեր հարգանքը վայելող, մեր սերը վայելող անձնավորություններ են։ Բայց նաև որպես երկուսս էլ երկար տարիների փորձ ունեցող մարդիկ, արի նաև խոստովանենք, որ մենք իրավունք ունենք նաև ինչ-որ մի հաճախորդի ավելի շատ սիրելու։ Այո, իրավունք ունենք։ Կան մեր լյուբիմչիկները կան, հա, որովհետև եղել են մեկ դեպքեր, երբ որ բողոքել են, թե ինչի էս մեկին ավելի շատ ժամանակ տրամադրվեց, բայց մենք բոլորս մարդիկ ենք, վերջ-վերջը իրավունք ունենք ինչ-որ մեկին ավելի շատ սիրելու, բայց դա չի նշանակում, որ այն մյուսին դա հենց այն կապն է, որը որ հաճախորդի ու մասնագետի մեջ ավելի ամուր է լինում։ Այո, ներքի խարիզման իրենց այդ սիգնալները ավելի ճիշտ է տեղացնում։ Գնել, իհարկե ես նաև տեղյակ եմ, որ քո շատ սիրելի հաճախորդներից մեկը, չեմ ուզում անուններ տալ, շատ հայտնի մեր հայ ազգի կանանցից մեկը, ով Մոսկվայում ունի շատ գեղեցիկ եւ հետաքրքիր գեղեցկության սրահ եւ երկար տարիներ միասին աշխատել եք եւ գիտեմ, որ ամբողջ շոու բիզնեսը Կորովից եւ այլն մալախը, որ այդ ամբողջ այդ շփումների մեջ դու եղել ես, շփվել ես, աշխատել ես, արդյոք հեշտ էր այդ ամեն ինչը թողնել եւ վերադառնալ հայրենի։ Ուրեմն Սերժ ջան, ասեմ, որ Տիկին Էթերին շատ մեծ sense ասեմ նշանակություն ունի իմ կյանքում, ինչպես նաև Տիկին Լաուրան, նրանք այն երկու կանայք են, ովքեր որ իմ մասնագիտության բարձունքների մեջ ամենաառաջնային են, ամեն մեկը մի էտապում իմ կյանքի։ Գիտես, արմատներս այնքան խորն է Հայաստանում, որ ինձ այն ժամանակ այդ քեզ չի որ պետք է ասեմ, լավ մասնագետին միշտ ուզում էին վերբով կանեն, տանեն ուրիշ երկիր, չէ, որովհետև всё-таки մեր հայ մասնագետները լավագույններն են։ Ու այդ ժամանակ Եվրոպայից, Ամերիկայից հրավերներ ունեի, բայց պայման ունեի։ Ասում եմ, ես կարող եմ ամսվա մեջ գոնե 5 օր լինել Հայաստանում, ասում են դե կարող եմ 6 ամիս հետո եւ ասում են չէ, ես պարտադիր ամեն ամսվա սկիզբ 5 օր պետքա լինեմ Հայաստանում, որովհետեւ նախ առաջին ծնողներս այստեղ են, արմատներս այստեղ է, երկրորդն էլ հաճախորդներից 100% չեմ թողնելու, որովհետև ես պետք է իրանց անպայման գոնե ներկեմ, կտրեմ, սպասարկեմ։ Մի խոսքով, շատ հետաքրքիր պերիոդներ եմ ապրել, մոտ 16 տարի, շփումները ճանաչված մարդկանց հետ բնականաբար շատ հետաքրքիր է, շատ լավն է, բայց տարիքի հետ իհարկե նաև դու հասկանում ես, որ քո տեղը այն տեղում է, որտեղ որ դու ծնվել ես, որտեղ որ քո ստержնը ձևավորվել է ու քո միջի բոլոր այդ էմոցիաները, թե քո մասնագիտության մեջ, թե քո մարդկայինի մեջ, ամբողջը լիցքավորվում է ստեղ մեր հայրենիքում։ Գրեն, ինձ թվում է երևի դու ինքդ էլ ես զգացել, որ կանգնում եմ հայկական հողին, ես ոտքերից միջով էներգիա եմ զգում, որ բարձրանում Заряжаешься։ Իսկ մանավանդ եթե ես Ծաղկաձորում եմ կանգնում եմ Вообще լավ է։ Ես առավել եւս զգում եմ եւ զգում եմ, որ այդ էներգիան ես զգում եմ, ստանում եմ կոնկրետ այս հողից։ Ես որ գնում եմ գյուղ, Աղցք գյուղն է, մեր Արագածոտնի մարզ, հայրական օջախը, հա։ Ծնունդիդ հիշում ես։ Հա, ոչ չեմ հիշում, նկարներն էլ կան դու չես այսօր։ Ոտաբոպիկ է միշտ ման գալիս ու միշտ բարկանում են, ասում են կմրսես, կհիվանդանաս, ասում են այս մի քանի ժամը ամբողջ իմ կյանքն է ապագա, առողջությունն է, երջանկությունն է եւ այն էներգիան, ինչը որ մենք ամեն օր համաձայնվի տարբեր մարդկանց բաժանում ենք։ Բաժան մենք օրը քանի տարբեր մարդկանց հետ ենք աշխատում։
Այո։ ու բախտի բերմամբ թե պատահմամբ պահանջկոտ հաճախորդների մասնագետներ են, գիտենք դա ինչ է, ուղակի հաճախորդներ չեն իրենք։ Այո։ Իրանք ամեն ինչից տեղյակ են, աշխարհի բոլոր անկյուններում եղած են ու քեզանից պահանջում են ամենա։ Անգամ այն սուրճը, որ դու հյուրասիրում ես, պետք է ամենալավը։ Այո։ Անգամ այն ժպիտը, որ դու իրանց պարգևում ես, պետք է ամենաանկեղծը լինի։ Ու այս ամեն ինչը բերեց նրան, հաստրեց, որ կայունություն կա մեր գործի մեջ։ Կլինի երկրաշարժ, կլինի պատերազմ, կլինի, չգիտեմ, քաոս, միևնույնն է, մենք ունենք մեր բազան հաճախորդը, ինչը որ ես ասում ու պատմում ու բացատրում եմ, որ եթե մասնագետը չունի բազա, նշանակում է ինքը իր սերը չի տվել իր մասնագիտության։ Ինքը կտրել է, ինքը գնացել է ուրիշ մասնագիտություն, 33 տարի նույն գծի վրա գնում է։ Չես կարող, եթե ստեղ ես, ուրեմն ստեղ պետք է մնաս, եթե չէ, ուրեմն գնել համաձայնվի նաև որ միայն աշխատանքը չէ, որը որ պիտի բավարարի հաճախորդին, չէ, որ հենց այդ սեր տալը, այո, հենց այդ կապը շատ կարևոր է։ Հասկանալ, ընկալել, մեկ-մեկ անգամ մեկ-մեկ իրենք են ցույց տալիս խարակտեր, դե մեկ-մեկ էլ բնականաբար, բայց այդ տարիները ինձ թվում է արդեն բարեկամացրել են այդ ամեն ինչը։ Եվ շատ կարևոր է առանց այդ սեր տալու, կարծում եմ որ հիմա որ նոր հաճախորդներ են գալիս, ու իհարկե դե գիտես, պրոստը տակ չեն գացնեն Սերժ Մազերս կտրի կամ ներկի կամ ֆենի, բնականաբար ինչ-որ մեկը պետքա զանգի, չէ, ինչ-որ մեկի համար արդեն նախորոք ինստրուկցիան արված է, ավելնորդ ոչ մի հարց, ավելնորդ ոչ մի խոսակցություն, ինչ պետքա, ասենք գնելը կանի։ Առաջին անգամ իսկ հենց մտնում են ես արդեն գիտեմ ինքը իմ հաճախորդը լինելու է, թե չէ։ Բացասական, թե դրական էմոցիաները առանց ոչ մի բանի զգում ես։ Այս մեր մասնագիտության ամենակարևորագույն չարիքը հենց դա է, որ ոչ մի ձևի կուլ չես կարողանում գնաց ոչ մի գումարի։ Եթե այս մարդը քոնը չի, միլիոններ էլ որ վճարի չեմ սպասարկում։ Այո։ Էներգետիկան սխալ է։ Մենք աշխատում ենք մազի հետ, այն օրգանն է, որը որ պարունակում է իր մեջ ամեն ինչ, մեր գենետիկան, մեր բնավորությունը, մեր, չգիտեմ, ամեն ինչը։ Այդ խոսում է նրա մասին, որ դու ինքդ քո նկատմամբ չես ներես ուղղակի։ Ինքդ քո, հենց առաջին հերթին, հետո նոր այդպես պետք է լինի, ինչ թվում է։ Հետաքրքիր կա կյանքում մի բան, ինչի համար զղջում ես։ Մի քանի բաներ կա։ Զղջում եմ, որ ավելի քիչ եմ տրամադրել իմ ժամանակը ծնողներից։ Երբ որ կորցնում ես, հետո ես հասկանում, որ այդ մարդիկ ինչքան էլ դու իրանց կողքին ես, թե ֆինանսապես, թե հոգեպես, թե տեսազանգերով, բայց ֆիզիկապես, երբ որ դու ներկա ես իրանց կողքին, ոնց որ էներգիա ես տալիս իրենց, իրանք էլ քեզ։ Հիմա իրենցից հետո ես այդ կապը զգում եմ իմ երեխեքի ու իմ մեջ, ու ես մեկ-մեկ հիմա նեղանում եմ, որ իմ երեխեքը հանկարծ մի քիչ ուշ են զանգում, հարցնեն, պապ ոնց ես, ու ես հասկանում եմ, որ ինչքան երիտասարդները պետք է հասկանան, ինչքանի ծնողները կան, օրը 15 անգամ գոնե զանգեք, հարցրեք, ոնց եք, եթե հեռու եք, գործը բերմամբ թեև։ Զղջում եմ նրա համար, որ ինչ-որ մի բան երևի թե սխալ եմ արել, որ այսօրվա դրությամբ մեր երկիրը այս վիճակում է, ես կարողանայի ինչ-որ մի հատ խումբ ունենայի, այն իմ հայրենասիրությունը, այն իմ ազգասիրությունը, ինչը որ կար պատմեի, փոխանցեի նրանց, երևի երիտասարդների ավելի շատ, միգուցե ինչ-որ մի ջոկատ ունենայի այդպիսի մարդկանց ու կամաց-կամաց ամեն մեկս մի տենց ջոկատ ունենալով ունենայինք հզոր հայրենիք Սերժ ջան։ Հիմա սրտի իհարկե շատ գլոբալ է այդ թեման։ Շատ գլոբալ է, ուղղակի։ Բայց ամեն մեկս պիտի աշխատենք։ Ամեն մեկս, այո, ու շատ չեմ զղջում, այլ ամաչում եմ, որ դաստիարակություն չկա մաքրության մեր քաղաքում։ Ցավոք սրտի շատ։ Ես ամեն օր Ավետիսյան փողոցը ավլում եմ, լվանում եմ, որ այդ մաքրությունը զգաց, չէ՞, ասենք իմ տարիքի մարդիկ հայլում են,
սիգարետի մնացորդն են նետում, մեքենայի պատուհանից են նետում։ Դա խոսում է նրա մասին, որ չկա դաստիարակություն, չկա սեր դեպի հայրենիք, չկա ու ամոթա մեր ազգի համար դա, որովհետև մենք, ինչպես միշտ ասում ենք, որ ցիվիլիզացիան մենք ենք ստեղծել։ Այո, բայց ոչ մի ձև ցույց չենք Իսկ հիմա ոչ մի ձևի չենք էլ ուզում ապրենք դրա մեջ։ Այո։ Իսկ ընդհանրապես կյանքը, ինչը որ կա հիմա, դա այն որ ասում Աստծո տվածն է, ու մենք պետք է ամեն վայրկյանը օգտագործենք ինչ-որ լավ բանի համար։ Ու քանի որ արդեն կարամ հանգիստ ասել, որ տարիքս եկել է հասել է դրան, որ կարամ ինչ-որ բաներ խորհուրդ տամ երիտասարդներին, սիրեք եւ աշխատեք լինեք սիրված։ Եթե դուք սիրված չեղաք, նշանակում է դուք ինքներդ ձեզ չեք սիրում։ Նշանակում է այն քառակուսի մետրը, որտեղ որ դուք ոտք եք դնում, դուք այդ քառակուսի մետրը չեք սիրում։ Ու տեղից սերմանվում է ձեր մեջ անորոշությունը, ոչ կանաչ ճանապարհ ապագայի, դուք միշտ մնում եք նույն տեղում դոփում եք, իսկ երբ որ քո մեջ կա այդ սերը, ապրելու ցանկությունը, ապրեցնելու ցանկությունը, այդ գեղեցկությունը, բնությունը, ծաղիկը, չգիտեմ, ամեն ինչը պետքա ստեղծես դու ինքդ, որովհետև Աստված քեզ ինչի է ստեղծել, որ դու էլ դա ստեղծես։ Հիմա սա ուր նստում են, ասում են Աստված մեծ է, կոկ, խեղճ Աստված որ մեկի տոք։ Ինձ թվում է դու պատրաստի սենց կերպարես, որ պետք է արդեն ունենայիր, ենթադրենք քո անվան ինչ-որ պրոդուկցիա, ինչ-որ մի բան, որը կոնկրետ քո ստեղծածն է եւ քո կերպարով, քո նկարով թողարկել է, մի ձևի շատ համահունչ է, էլի քո ամեն ինչը, ինչը կապված կլիներ միգուցե մեր ոլորտին, միգուցե կապված կլիներ գեղեցկության մեկ այլ ուրիշ ոլորտի, բայց դու քո կերպարը նեցա, որ իրականում կարող ես ինչ-որ մի բան թողարկել եւ հաստատ կունենաս լսարան, որը կուզենա լսի ինչի ինչ է դա եւ ինձ պետքա ուշ չի ես հագուստների մեջ եմ ուղղորդվում, ես հագուստներն եմ ձևափոխում, հագուստներն եմ իմ ուզածը իհարկե ես կարել չգիտեմ, ես նկարում եմ, իմ համար կարում են, կտորները ընտրում եմ, որ մատերիալից ինչ պետք է արվի, բայց պրոդուկցիայի համար լավ բան բացեցի։ Ուղղակի այստեղ մի հատ բան կա, ես դե գիտես, մենք քանի որ շատ երկար տարիներ այս ոլորտի մեջ ենք, չկա այդպիսի մի բրենդ, որ մենք մեր ձեռքի տակ օգտագործած չլինենք։ Հա։ Ու չկա այդպիսի մի բրենդ, որի պատմությանը մենք գերազանց ծանոթ չլինենք։ Հա։ Ու որպես լոգիկայով հարուստ մա, ես չեմ կարողանա ստեղծեմ այն կրեմը կամ այն մասկան, ինչի վրա որ աշխատում է մի ամբողջ ինստիտուտ, լիքը քիմիկոսներ, լիքը տեխնոլոգներ, լիքը ֆիզիկներ, լիքը ստիլիստներ համաշխարհային մասշտաբի ու միլիարդանոց գործարաններ, որոնք որ իրենց 35-ից 40%-ը վճարում են էկոլոգիայի մաքրության համար, քանի որ վնասում են։ Ես ոնց կարամ արտադրեմ Սերժան ինչ-որ մի կրեմ կամ ինչ-որ մի մասկա, որը որ կլինի ճիշտ, չի լինի ճիշտ, ես չեմ ընդունում։ Հա, դե պետք է քիմիկոսներ եւ ես կարամ գիտես ինչ անեմ, բանից Վալբերիսից պատվիրեմ ամաներ, մասկաները լցնեմ մեջը, անունի դու կարող ես օրինակ սանրերի գիծ բաց թողնել։ Ես սանրերի մասին գիտես մտածել էի, ուրեմն դաժե այդ իմ հաճախորդների են ովքեր որ ունեն հնարավորություն, այն որ այս վերջերս արտադրեցին, այն որ գլխիկը մնում է բրաշինգը մնում է մազի մեջ, կոչը հանում է։ Ես էլ եմ մտածել 6-7 տարի, մի 10 տարի էր ոնց որ Մոսկվայում ասում եմ, ասել գնել աշխատի քո գործը արա։ Ասեցի դե լավ, դե ինվեստիցիա է, չէ՞, պետք գումար է պետք դրա համար։ Բայց այդ էլ ինչի է բերում է նրան, որ ինչը որ ստեղծվում է, ինչը որ մենք մտածում ենք, ստեղծվում է մի քանի տարի հետո։ Այն ժամանակ, երբ որ մենք միլիռվնյա ենք անում, մեզ պահանջում էին, որ շտոպկաները համահունչ լինի, ես անընդհատ խառն էի անում, որովհետև ես չէի սիրում այդ ուղիղ գծերը եւ այլն։ Հետո եկավ կամաց բալայաժը առաջ, ինչը որ մտածել ենք մենք ժամանակի։ Հետո մենք քանի որ սովետական միության ժամանակվա մասնագետներ ենք,
Այն ժամանակ մենք քիմիական նյութերով էինք աշխատում։ Ուրզոլ, ֆուքսի։ Այն ուրզոլի ամանը որ բացում էի, հիշես, չէ՞։ Հիշում եմ, Պատերը հա, միանգամից սևանում էր, ոչ մի բան չէի անում, պատերը արդեն սևանում էր, ու մենք այդ ամենից գույն էինք ստանում։ Հա։ Իսկ հիմա Իքսել եմ հարկ անցել հաստո դրա միջով։ տյուբիկներով, համարներով, տեխնոլոգիան ամբողջը գրած պատրաստ, մարդիկ երբ որ գալիս են վերապատրաստում կամ ինչ-որ մի պրոդուկտի, որ ծանոթացնում ես, ասում է, որ գույնը խառնեմ որի հետ, որ ստանամ ու հարցնում է 10 տարի փորձ ունեցող վարսահարդարը։ Ես դրա համար միշտ ասում եմ, ինձ որ ասում են սեմինարներ Եվան, ես ասում ես տեխնոլոգ չեմ։ Ես չեմ կարող սեմինար անցկացնել, ես կարող եմ ընդհանրապես ձեզ սովորացնել ճիշտ Ես քեզ նենց եմ, ես արել եմ իհարկե սեմինարներ, բայց ես էլ այդ ոնց ասեմ, ես սալոնի վարպետ եմ։ Չէ, քո մոտ լավ է ստացվում։ Հա, բայց նույնը կան տեխնոլոգներ, ովքեր անգիր գիտեն քիմիական բոլոր տարերի անունը, բայց իրանք չեն կարողանում, այո, պրակտիկորեն իրենք կարողում են։ Ես այդ կարգի տեխնոլոգ չեմ կարող լինեմ, ով որ անգիր գիտի քիմիական, չգիտեմ ինչ որ տարերը։ Լագիչնա եւ մեր հին բազան, ինչը որ մենք ունենք, երբ որ նայում ես ընթացիկ գույնին, հետո ինչ պետք է ստանաս, ես չեմ կարողանում բացատրեմ, թե ես ոնց եմ այդ գույնը ստանում ու նամանավանդ որ ես աշխատում եմ առանց կշեռքի Սերժ ջան։ Ասում եմ իմը շիպլցիներով եմ, զգում եմ թե որից ինչքան գրամ գնաց ու դրա համար ես չեմ կարող, ես ստանդարտի մեջ չեմ։ Այդ գիտես ինչականել ես խոսքը կտրեմ, դա էներգետիկա է։ Սոնան, երկրի սոնան միշտ այդ ֆրազը օգտագործում է։ Ասում է, արի մի հատ խառնվի, ներկը բացի, ասեմ սոն, գրամները գրած տված է, երեխեքը կբացեն։ Ասում է, չէ, քո այդ էներգետիկան է, դու որ բացում ես ուրիշ տեղ է։ Այսինքն միգուցե իրականում կա խառնելն է նշանակը։ Միգուցե կա, բայց երևի այ որ դու ասում ես, դա էներգետիկ դաշտն է։ Էմուլգիրվնի անելուց էլ է կարևոր, որ դու պետք է անես։ Այո, այդ եթե ինչ-որ մեկին ասում ես անում է, մեկը արմատի գույնը ճիշտ նստած չի լինում։ Ես համոզված եմ, որ էներգետիկա է, որովհետև երբ որ ես Սերժ ջան տրամադրություն չունեմ, վատ առողջ եմ, ես գործի չեմ գնում, որովհետև ես հասկանում եմ, որ ես վատ եմ լինելու, ու դրա համար ես չունեմ այն հաճախորդը, որին որ չեմ սիրում, կոպիտ չընչի, կամ որի հետ, որ իմ կոնտակտը չի ստացվում։ Ինձ թվում է այն հաճախորդները, որին որ մենք երևի թե սենց այդ ֆրազը, եթե կարելի է օգտագործել, չենք սիրում, ենթադրենք, եթե կարելի է այդ բառը ասեն, իրանք ինքնըստինքյան չեն լինում արդեն մեր հաճախորդ, այսինքն չեն էլ դրա համար մաղվում ու մնում են բոլոր հաճախորդները, ում մենք սիրում ենք, իրենք էլ մեզ, երևի թե։ Ու ես մի բան էլ եմ միշտ ուզում երիտասարդները որ իմանան, շատ լավ երիտասարդներ ունենք ստացի, սկսած քո մասնագետներից, վերջացած շատ-շատերի հետևում եմ, ունենք շատ տաղանդավոր երիտասարդ մասնագետներ։ Հիմա նոր Պակալենյանը ուղղակի ինձ թվում է բացակայում է իրենց մեջ ներքին համբերությունը, ներքին համեստությունը, ներողություն։ Ինձ երբ որ գովում էի, որ ես նոր սկսել էի, որ ասում են վաու, սենց բաներ անում, ես ամաչում էի։ Դե մեր ժամանակը կարմրում էի, բան էի լինում։ Մինչև հիմա էլ որ ինձ գովերքի մինչև հիմա որ ինձ կենացը ուզում են խմեն մերոնք, ասում խնդրում եմ կենացը։ Համեստություն պետք է ունենա մասնագետը ներքին, որովհետև երբ որ դու քո գործը անում ես, դա որ դու ոչ չես անում, որ գովերքի արժանանաս, այլ դու անում ես, որ դու ինքդ քեզ լավ զգաս։ Այդ բավարարվածությունը, այդ քո արած աշխատանքի շքեղությունը, որ մազը չվնասվի, որ մազը գեղեցիկ է, սանրվածքը գեղեցիկ է։ Մի խոսքով այս ամեն ինչը պետք է լինի համեստության շրջանակներում ու շատ հետաքրքիր մի բան ասեմ, երբ որ գալիս են վերապատրաստում անցնելու, շատ ժամանակ ես իրանց ասում եմ, ախր դու պատրաստի մասնագետ ես, քեզ վերապատրաստել պետք չի, ընդհանրապես պետք չի։ Ու բացատրում եմ, թե ինչն է իրենց մոտ սխալը, Սերժ ջան։ Հետո մի 15-20 օր հետո զանգում են ասում են միակ մարդը, որ ասենք չի ասել բեր այսքան փող դուր վերապատրաստվի, այլ ճիշտ տեղն է դրել։ Ասեմ ես կգամ մի օր
կոմոդ, կտեսնեմ դու ոնց ես ինձ դիմավորում։ Գնում ես շուխուր, ժխոր, քեզ ոչ մեկ չի դիմավորում, ոչ մեկ չի գալիս քեզ հարցի ծարավ ես, սոված ես, կոֆե ես ուզում։ Այսինքն բանի տեղ չեն դնում։ Մենակ դաժե նստած տեղից չեն կանգնում, Սերժ ջան։ Իսկ երբ որ մենք այս մասնագիտության մեջի աշխատող ենք, մենք իրավունք չունենք մնանք նստած, կապ չունի դա քո հաճախորդն մտելներ, թե կողքինիդ։ Պետք է կանգնես, դիմավորես, ողջունես, հրանցնես եւ սուրճ եւ թե մինչեւ մասնագետը կազատվի կամ չգիտեմ։ Մեր միշտ որ դա ներքի կուլտուրա է, որը մի պետքա լինի ու պետքա ցույց տաս, պետքա բացա արհեստականորեն մեծ բակալենյան պետք է ցույց տաս, Սերժ ջան, բայց շատերը նույն վիճակում են մնացել։ Ամբիցիոզնի երբեք այս մասնագիտության փող աշխատելու համար չեմ սիրել։ Ու փառք Աստծո ես լիքը գումարներ եմ աշխատել այս մասնագիտությամբ, բայց 100-ապատիկ ավել ծախսել եմ էլի այս մասնագիտության մեջ։ Վերապատրաստվել եմ ու մինչև այսօր էլ եմ վերապատրաստվում։ Իրականում ես հո գիտեմ այդ ամենը եւ ես գիտեմ նաեւ քո, ոչ թե հաշվում եմ քո գումարները, բայց ես գիտեմ որ դու լավ գումար աշխատող վարպետ ես եղել միշտ եւ նաեւ գիտեմ որ դու այլանդակ ծախսող ես, այդ էլ գիտեմ։ Այն ինչ որ դու ասում ես, ես այսինքն որպես ներկայով տեսել եմ քո երիտասարդ տարիներից, որպես վկա կարող եմ վկայել այդ ամենը։ Այո։ Գնել, եթե օրինակ ժամանակը սենց հետ տանք, կփոխեիր որևիցե մի բան։ Չէ, Սերժ ջան, գիտես, նախ իզորու չեմ փոխելու, եթե իզորու լինեի փոխելու, մենակ մի բան կփոխեի, որ մենք ունենայինք ծովից ծով Հայաստան։ Ուրիշ ոչինչ չէի փոխի, փառք Աստծո, մեծացել եմ սիրված ընտանիքում, 6 երեխա ենք եղել, ես ամենափոքրն եմ։ Մինչև այսօր կապը քույր եղբայրների Պլիմյանիցա, քերուիներ, որ այդ շատ կարևոր կապը պահպանում եմ։ Դա արժեք է։ Այո, պահպանում եմ իմ երեխաները փառք Աստծո շատ լավն են, գոհ եմ իրենցից։ Դե թորնուհիս էլ հրաշքա ու իմ Աստծուց շատ շնորհակալ եմ Սերժ ջան, որ իմ կյանքում կան այն մարդիկ ում հետ որ ինձ հաճելի է ու ես ես դրանց լավ եմ։ Գնել շատ գեղեցիկ բաժակներից մտիրել, շնորհակալ եմ, եւ իհարկե շատ գեղեցիկ։ Կամ նա ջուր խոթրեք, գոնե դատարկ չմնեն մեր բաժակները։ Ջան, ջուր պետք չի, որովհետեւ ես մեր հայկական շատ հետաքրքիր էլի նվեր ունեմ քեզ։ Մինի գինի է ոչվում։ Ուրեմն այս նավը շատ հետաքրքիր է։ Ամեն մի սրվակը իր համունի Արի կողմ Ոչ են մի խաչուշը, ինչ հետաքրքիր գինիներ է, մինի գինի անունը դու լավն է, բե պրոպեքշնի չէ, դե դրա համար ես իհարկե մի հոգու նամ է, բայց ավելի դե չենք պատրաստում, ավելի հետաքրքիր ես անում։ Ոտկա սխելով սրանում Merci Ալեքսանդր, շատ ուրախ եմ զգացված իմ սրահում եւ համոզված եմ որ դու այսօր դիվահատուկ նույնպես էներգետիկա մատուցեցի իմ սրահին եւ այսօր չեմ երկու հատ էներգիայի պլյուսից կարծում եմ որ ավելի հետաքրքիր աշխատանքներ են ինձ մոտ ու պետք է առաջանամ նույնը եւ քեզ մոտ կարծում եմ որ ինքդ նոր իդեաներ ունենաս այսօրվա մեր զրույցից հետո արդեն ծնվել են ամեն բինի շատ ուղոր դուրս է կաշար։ Գնե, որպես հայացած, որպես որակով, որպես մակարդակով և որակ տվող վարպետ, ինձ հետաքրքիր է մի հարց, քանի որ ես ինքս ունեմ ինձ համար այդ հարցի պատասխանը։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, որպես տարիներ անցած վարպետ դու ինչպես ես մոտենում են հարցին։ Հարցս այսպիսին է։
դու օգտագործում ես կոնկրետ մի լավագույն ինչ-որ պրոֆեսիոնալ պրոդուկտ, թե օգտագործում ես լավագույն պրոդուկցիաների լավագույն նյութերը։ Ինչպես ստանդարտների հետ շատ ամենքան որ հանրապետ է օգտագործում։ Ու ամեն մի ֆիրմայի կաչորի սիրելի է, դա կոմպոտեցումը դրանց։ Սեշտան, ասեմ քեզ նույն մոտեցում։ Ես ոնց որ նշեցի շատ տարիներ, երկար տարիներ ես ոլորտում ենք, չկա այդպիսի մի բրենդ, որ մենք բեծերը տակով անցկացած չլինենք, հիմնական նորերը, որը որ փորձում եմ, տեսնեմ որն է դուրս գալիս, բայց չունեմ սալոնում կոնկրետ ինչ-որ մի բրենդ, ունեմ լավագույնների խումբ։ Ես իհարկե ես ինձ մենք ես համար նվերել, բայց չէ նվերներին անցնում։ That's it, balance. Ուրեմն բացքիսան մի քանի հոգի, որոնց որ ուզեքա հարցազրույցն յուրի դենքեր, բայց մի երիտասարդ կա, ու հարաբերական երիտասարդ, Արկուս Սիմոնյանը, ինքը շատ հետաքրքիր իդեյությամբ եւ նաեւ շատ լավ մասնագետ է։ Ես կուզենայի, որ ինքը քո հետ հանդիպեր, զրուցեի, ես կուզենայի իրեն մի հատ ուրիշ կողմից ընկալեի տեսնել։ Մեծ հաճույք որ մտածներ քո հետ կարողան ասել, ու մտածներ հետաքրքիր սալոնը որ մասում, որ հատվածում սարքեն այդ այսպես ասած դինիստության կարողանալ դառնալ։ Ու հասկացա որ դու այնց sense լիքը ու էներգիա պարունակող մարդես, որ ես տարածք ապել։ Բացույց է։ Հա, շատ տարածք է ուսում, էլի ու հասկացա որ երևի մեր հաղորդաշարը հետաքրքիր ունի բալկոնում, Ես հրաշքներ, որ բնություն կա։ Ուսամ որ կենտրոնում դասի ժխորը չի խանգարելու։ Գնել, իսկ այժմ ես եմ անցնում իմ նվերների բաժին։ 6-0 դե անգլենի 0 է մասամտելի, չեմ կարող անգլենի ճիշտ ասել բառերը։ 6-0 that's it, ինչ-որ մեր բրենդը, չէ որ այսօր ներկայացնում եմ մի դեպքես։ Եվ ես մանրապես չեմ կասկածում իմացությունների անունով որակային մասնագիտական ես գիտեմ որ շատ բաց որակի բառեր, բայց հնարավոր է որ ինքնիցիկ ես ծանոթ չլինի, իսկ եթե անգամ ծանոթ է, ուղղակի ես ուզում եմ ներկայացնեմ որպես նաև դիպլոմա բրենդը, դրա համար եմ ասենք բացել պատմի իր մասին, ուրեմն 0-ում ինչ ենք ներկայացնում քեզ նվեր, ամպուլաները ֆեյլից առաջ, լավ խնամք է հանդիսանում և ֆոնավեքսն է հանդիսանում։ Մեկ ամպուլան դվանալուց հետո դա շամպուն է, շամպունով բացի, ամպուլանը է, պարում է մի ստատվոգը նայած մարդ է, հետո այն հետ ծայր ես ջիրով, կան մարդեր, որ կարիլիա հետ դրանց է մասների, սա դեպքներ, որ միգուցե հետո մասման հարկավոր է, այսինքն մի քիչ ինդիվիդուալնի է, որտեղ դեպքերը եղել մասման դրել են զգացել եմ ծանրացրել մասը, դեպքերը եղել, որ ամպուլան բավարար է։ Սա այսպես մինի դիպլոմա մեր շատ շնորհակալություն 6-0-ի, այո։ Եվ այնուհետև ունեմ անձնական իմ կողմից քեզ համար նվեր։ Իմիջանից շատ հավանում եմ իրանց պարգող շատ գեղեցիկ պրոֆիլ է։ ես նրանց եւ իմ անձնական նվերը քեզ, քանի որ դու ամբողջ կանգնում երեք կարդում կանաս, սա իմ կողմից Սերես ջան, նզապը գշի բալդոկոս, բեմ ատեմ դա, դու հիմա ոստեն տարել սայն նարմալ տարելու դինգի սիլվան արել որ կանալ, սիլուն է մեզ գույնը, այս գույնը իմ ամենորյա գույն, երբ ունեմ այդ մի զարին դեմ,
ունենալ ամեն ինչ ին աչքի առաջ որտեղ ինքը արել Նաև ուզում եմ ավելացնել sense մի դարձին կոմասի, որ դու ինձ համար արդեն լավուց բրենդ ես անում, եւ որպես մասնագետ, եւ որպես կոարտակային լավյաններով, եթե դու ունենայի լավագույն պրոդուկտը, հետո դու աշխարհի դիքը պատեր դիտներ կոնտրաստ լինեի, բայց լսեք Սերժ Արմենյան դա որովհետեւ մոդելները իրական շատ դետալներ ու դու կարող ես փոքրիկ ստեղծել շատ փոքրիկ բառը կարող է հանդիսանալ դիգոամա չոդի բրենդի համար ես ուստան դες կարծեմ եւ կարծում եմ որ ցեն մեկը միլուս է դառնասի եւ որոշի որ դիպիկ է որտեղ դիգոամի sense ասած դե ես շնորհակալություն հայտնել թե այսօրվա ստարտափ նեգոցիաների համար շնորհակալություն հայտնել որ դանիքի գեղեցիկ վերաբերյալ եւ որ կոլեկտիվի դաշ աունակալություն մեր բոլորը պետք է ապի ու օրինակ վերցնել բոլոր այն մարդիկ որ սալոնային բիզնես են անում տնօրինությունը պետք է այսպեսի լինի ես տնօրեն չեմ ես իքսին ձեր տնօրենում բայց ես կոլեկտիվի դեպի ապայությունների դատը դու լավագույն Շնորհակալ Գալուց բացը դինամիկան Արդեն որպես բրենդ կայացած անձ խարիզմատիկ որակալ բարբեր հետաքրքիր մարդ եւ մեր լավագույն բարբերներից մեկը այսպեսի էր մենք ինքը գնել սովորել